Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, սա իմ հիմնավոր կասկածն է եւ ենթադրությունը, այլ քաղաքական, հաշվի առնելով այն ասենք ասենք գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում, եթե օրինակ լինի 4 ընդդիմադիր, 3 ընդդիմադիր ուժ եւ այլ process կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ։ Տեսեք, մենք այս պարագայում քանզի չունենք առայժմ փաստագրական փաստեր, ես պնդել 100%-ով ոչ մի բան չեմ կարող եւ ցած շպրտել չեմ կարող ոչ մեկի վրա, բայց տրամաբանությունը գործընթացների եւ առհասարակ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ այո, հնարավոր է նաեւ ձեր վարկածը լինի։ 120 Դրանք արդեն վերականգնվել են, թե դրանք պետք է վերահաշվեն։ Մենք թերևս հիմա գտնվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ աշխատանքային process-ի մեջ։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովին առայժմ ես այս պահին ոչ մի բան չեմ ասի, չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ, ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ չի եկել կամ չեն հաշվարկել։ Ինչի հետևանքներով է, մենք գտնվում ենք նաև այս պարագայում ուսումնասիրության փուլում եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ առհասարակ սրությունը առայժմ զերծ կմնամ, ես ունեմ իմ իհարկե ենթադրությունները։ Այո, դե միանշանակ նույնն էլ մենք ենք ասում։ Ընդ որում Եթե ԲՀԿ-ն անցնում է, այսինքն 4-րդ ուժ, որը դեպքում ԲՀԿ-ն է, կարող մեկ այլ լինել, անցնում է խորհրդարան, ապա լրիվ այդ պատկեր է ձևավորվում խորհրդարանում, եւ դուք կարող եք օրինակ դատախազ զինդրությունը մերժել իրենց դրած եւ այլն մի շարք կարևոր նախագծերի դեմ քվեարկել չթողնել ԿՊ-ի ուզածավանի։ Եթե չի անցնում, ապա դնում ենք ունենում ենք նորից նույն ծեծուտող ընդդիմությունում երկու մարդ տարբեր անունները փոխված ընդհանրապես։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Տեսեք, դուք ի վերջո չանցնեք խորհրդարան։ Դուք օրինակ ոչ կանեք կամ դիքրոշն կայացնեք, որ մյուսները չգնան եւ մենք նորից նույն բանը խոլիգանական խորհրդարանին ապահովում։ Շնորհակալություն հարցի համար, այս հարցին առայժմ շնորհակալություն հարցի համար, ես ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց այսօր, այս պահին ես առայժմ զերծ կմնամ կոնկրետ ինչ-որ բան ասելուց, որովհետև որոշումները, որոնք ընդունվում են, իրենք ընդունվում են կոլեգիալ եւ առայժմ այդ որոշման մասին թույլ տվեք չբարձրաձայնեմ։